Ամեն օր աշխարհում տասնյակ երեխաներ են ծնվում եւ անվանակոչվում։ Հնուց ի վեր ընդունված է, անունը ճակատագրական նշանակություն ունի մարդու կյանքում։ Հենց այս գաղափարի հանդեպ հավատն էր, որ հաճախ ստիպում էր մարդկանց նորածնի անվանակոչման հարցում դիմել իմաստունների եւ եկեղեցականների օգնությանը։ Ժամանակին Դեյլ Կարնեգին ասել է. «Մարդու անունը վերջինիս համար ամենակաղծր եւ ամենակարևոր ձայնն է ցանկացած լեզվում»։ Իմ անունը Մարիամ է։ Մարիամ Սուրբ Աստվածածնի անունն է, չէ՞, նշանակությունը չգիտեմ, բառը իհարկե շատ, իմ անունը ամեն լեզվով կա։ Իմ անունը Դիանա է, թարգմանությամբ նշանակում է որսորդության աստվածուհի, այդպես կոչվել են մի քանի թագուհիներ, օրինակ Անգլիայի թագուհին։ Միքայել, Դավիթն, Արենը, Վիվին։ Իսկ դուք գիտեք ձեր անունների նշանակությունը, Միքայել ինչ է նշանակում։ Միքայել մամաս չի ասել, բայց մաման իրան չի ասել։ Ծնողներս դրեցին անունս Քրիստինա, քանի որ հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան օրը ծնվեցի, Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը։ My name is Jonas and I think it's a Hebrew name. I like my name, yes. Իմ անունը Սյուզի է, թարգմանաբար հայերեն թարգմանաբար Շուշան եւ նաեւ նշանակությունը նաեւ ունի լոտոս նշանակություն։ Ծաղիկ է նշանակում, այսինքն սիրում եմ իմ անունը։ Իմ շունիկի անունը Բարսա է։ Ընտրել եմ Բարսելոնայի պատվին համ որպես երկրի, համ որպես ֆուտբոլային թիմի, քանի որ շատ եմ սիրում Բարսելոնայի ֆուտբոլի թիմը, դրա համար որոշել եմ իմ շոյն անունը դնեմ Բարսա։ Բարս։ Բարս, սիրում ես Բարս։ Բարս, նստի։ Հոգեբանության մեջ անունը ուսումնասիրվել եւ ուսումնասիրվում է տարբեր կողմերից։ Մի դեպքում այն կապվում է անձի բնավորության առանձնահատկությունների հետ, մյուս դեպքում ընկալվում է որպես մարդկանց վրա ազդելու միջոց։ Հաշվի առնելով այս հանգամանքը մարդու հետ հաղորդակցվելիս կարևոր է հաճախակի շեշտել վերջինիս անունը, եւ որ ամենակարևորն է, ամեն կերպ խուսափել անունը մոռանալու կամ շփոթելու հավանականությունից, քանի որ դա կարող է ընկալվել որպես սեփական անձի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, հատկապես այն մարդկանց դեպքում, ովքեր սիրում են իրենց անունը։ Մեր հերոսուհու անունը Արցուհի է։ Նուրբ եւ քնքուշ այս հայուհին շատ է սիրում իր անունն ու հպարտ է այն կրելու համար։ Անվան հետ կապված գեղեցիկ պատմություն է հիշում։ Անունս հայրս է կնքել Արցուհի, նա Արցախյան պատերազմին է մասնակցել եւ ինքը արցախցի է հենց եւ սկզբում ցանկացել է դնել Արցախուհի, բայց հետո մայրիկս չի համաձայնվել եւ որտեվ խն կոշտացրել է անունը եւ որոշվել է որ պետք է դնի Արցուհի, բայց մայրիկս կրկին չի համաձայնել։ Հայրիկս արդեն բանաստեղծությունը ծննդյան վկայականի մեջ բանաստեղծություն է գրել, դու չքնաղ ես Արցուհի, դու իմ պատվով հայուհի, Երնեք նրանով ունի, քեզպես սիրուն Արցուհի, կուզեմ որ շուտ մեծանաս, հայ քաջերին միանաս, դու հայ աղջիկ Արցախի, իմ աչքի լույս Արցուհի։ Եվ մայրիկս արդեն միանգամից զենքերը վայր է դնել եւ համաձայնել է։ Արցուհին հաճախ ստիպված է լինում մեկնաբանել անվան նշանակությունն ու պայքարել այն չաղավաղելու համար։ Ես իմ անունը շատ եմ սիրում, չնայած անվան հետ կապված բազմաթիվ դժվարությունների եմ առօրյայում հանդիպում, որովհետև առաջին անգամից անունս չեն հասկանում եւ փոխարենը Արցախ բառի հետ ասոցացնելու, ասոցացնում են Արցունք բառի հետ։ Ինձ համար ամենադժվարը անունս աղավաղելն է, երբ որ ռ-ն ավելացնում, ց-ն ավելացնում, որ տարբեր անուններով եմ փորձում դիմել, բայց ես պաշտում եմ իմ անունը եւ եթե նորից ծնվեի, նորից այս անունով կուզեի լինել։ Քաղաքում շատերին հայտնի Վարդանի Վարդերի հեղինակը նույնպես իր անվան սիրահարն է։ Այն նույնացնում է ծաղիկների թագուհու հետ եւ օրն անցկացնում ծաղիկներով շրջապատված։ Իմ անունով ծաղիկները կոչվում են իմ անունով Վարդանի Վարդեր։ Իմ անունը անվան մեջ։ Բայց կան մարդիկ, ովքեր մեղմ ասած չեն սիրում իրենց անունը։ Ամեն կերպ փախնում են դրանից, փորձում են փոփոխել, հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանն այդ մարդկանց թվին է դասվում։ Ես պիտի խոստովանվեմ, որ ճիշտն ասած արդեն չեմ ամ երևի շատ վաղուց դպրոցական միջին երևի 4-5-րդ դասարանից իմ անունս ինձ դուր չի եկել։ Ես իմ տղաներիս անունները Տիրան եւ Տրթատ հորս հետ խորհրդակցաբար եմ ուրեմն իրենց անունները դրել եւ այդ հիշում եմ այդ ժամանակ հարցրի հորս, ասացի լավ, բայ իմ անունը ինչի
Սամվել դրեցիր, պատասխանը շատ կարճ էր եւ առարկության ենթակա չէր։ Պատասխանը հետեւյալն էր. այն տարիքումս, երբ որ դու ծնվեցիր, իմ հայրենասիրությունը վիպական էր։ Հոգեբանների կողմից վերջին ժամանակներս իրականացրած հետազոտությունների արդյունքները փաստում են։ Այն մարդկանց մոտ, ովքեր փոխում են իրենց անունը, հայտնվում են որոշակի անձնային ճգնաժամում, ինքնագիտակցության ճգնաժամ։ Հատկապես կյանքում բազում դժվարությունների են հանդիպում այն մարդիկ, ովքեր ունեն ծիծաղելի կամ տարօրինակ անուններ։ 1986 թվականին ամերիկացի մի խումբ թերապևտների կողմից իրականացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին. նմանօրինակ անուններ կրողների մոտ քառակի անգամ ավելի են հոգեբանական կոմպլեքսները։ Նրանց մոտ փոքր հասակից ձևավորվող ծիծաղելի առարկա չդառնալու վախը հետագայում նպաստում է նաև բնավորության համապատասխան առանձնահատկությունների ձևավորմանը։ Լերձունի Մխսեմցյանց, Թիթեր Թիթիզյան, Տարզան Բալասանյան, Սկյուռիկ Տանուտերյան, Շիլլեր Նեմեցով անուն ազգանուններն համացանցում լայն տարածում գտած նյութից է։ Մեզանից շատերն այս անունները կարդում, ժպտում եւ զարմանում են, իսկ անունների իրական կրողները գուցե սրտնեղում եւ բարդույթավորվում։ Ասում են, էսկիմոսները ծերության շրջանում փոխում են իրենց անունը, քանի որ կարծում են, որ նոր անունը իր հետ նոր ուժ եւ եռանդ կարող է բերել։ Իսկ ավստրալիական որոշ ցեղերում մարդիկ հաճախ կախնի են պահում իրական անունը, չար աչքից խուսափելու համար։ Մեր երեխաներին պարգևենք գեղեցիկ անուն կրելու ուրախություն եւ հոգեբանորեն ճիշտ ձևավորվելու հնարավորություն։ Ծովինար Հայրապետյան, Բարև երկիր։